Քպական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայր, մայր եւ ընտանիք է հայհոյել քպականներին թուրք համարողներին։ Ձեր արձագանքն ինչպիսին է, եթե հաշվի առնենք հատկապես այն, որ դուք տասնյակ հազարավոր այն քաղաքացիներից մեկն եք, ով հրապարակային նրանց թուրք է անվանել։ Տեսեք, քպեականները այնքան են լպիրժացել, որ այլևս ազգային ժողովի թիվ 1 ամբիոնը վերածել են խուժանական ինչ-որ հարթակի, նսեմացնելով թիվ 1 ամբիոնը, նսեմացնելով ազգային ժողովի հեղինակությունը, դերը, ընդհանրապես նսեմացնելով մեր պետությունը, պետական համակարգը, արժեքները, սա այն ամենի հետևանքն է, երբ որ փողոցի խուժանը մի ձեռքով կրթության քարոզ է անում, մյուսով, ասենք, ազգային ժողովի ամբիոնից ժողովրդին հայոյանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ, ուզում եմ ուղղակի մի բան հասկանամ, այսինքն իր ղեկավարը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը չի վիրավորվում այդ ամենից։ Այդ դեպքում իրենց վիրավորվելու միտքն ու իմաստը, այդ երբանից սկսեցին հասկանալ, որ օրինակ թուրքը վիրավորանք է։ Ես ինքը որ ասում եմ մեզ ու տեսեք ինչքան խորամանկ ձևի ասում, որ հանկարծ իրա թուրք տերերին չնեղացնի, ասում է ով դրա տակ նկատի ունի մեզ վիրավորանք, այսինքն ոչ թե թուրք ազգություն նկատի ունի, այլ դրա հոմանիշով, այսինքն վատ վիրավորանք նկատի ունի։ Ես կոնկրետ թուրք ազգությունը նկատի ունեմ, թուրք մարդը նկատի ունեմ, դու թուրք մարդ ես, թուրք ազգի ներկայացուցիչ ես, ինչ որ խնդիր ունի, այդ նորմալ է, այսինքն դրա մեջ տեղավորվում է, որ ես իրան թուրք մարդ եմ համարում։ Ոչ թե իրան ինչ որ հոմանիշով, ինչ որ դրա տակ ինչ որ այլ բան, ես իրան համարում եմ թուրք մարդ, որը կարա քնած տեղը հայի գլխատի, այդպիսի մարդ եմ համարում։ Ինչու Նիկոլ Փաշինյանը չի վիրավորվում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը էլի գցնում է դրանով իր թուրք տերերին, Էրդողանին, տեսակ գիրքը գրկած, նկարվել էր ու իրանց կապերը թուրքերի հետ շատ խորը արմատներ ունեն, երբ որ ժողովուրդ ուսումնասիրի կտեսնի նույն Ռուբեն Ռուբինյանը թուրքական դպրոցներում սովորել, անցել, կրթվել եւ իրանց թիմից շատերը, նույն Արարատ Միրզոյանը թուրքի գործակալ է եղել ժամանակին, թե ոնց է եկել, դարձել падգամավոր, հայտնվել ազգային ժողովում, աշխատել, սրանք լուրջ հարցեր են։ Եվ հետեւաբար այսօր այո, հայ ժողովրդի համար թուրքը այնքան ժամանակ է թշնամի, քանի դեռ իր ոչրագործությունը չի ընդունել, երբ որ ասում են այդ ցեղասպանության հետ կապված արդեն եղել է, ինչ պիտի թշնամի մնանք, ոչ, բնականաբար, թող Թուրքիան ընդունի իր ոչրագործությունը եւ նոր հայ ազգը կորոշի ինչ անի։ Ձեր գնահատմամբ քպականներն ինչու են վերջին շրջանում նյարդային դրսևորում իրենց։ Կարծում եք պատճառը իշխանություն կորցնելն է։ Այո, միանշանակ իրենք եւ կորցրել են իրանց մեծ տերերին, ովքեր իրանց 7 տարի շարունակ օգտագործեցին եւ այսօր շպրտել են։ Եվ եթե ուշադիր լինեք, նրանք տերեր փնտրելու գործընթացի մեջ են այսօր։ Նիկոլ Փաշինյանը, ով ամբողջ իր գործունեության ընթացքում հակառուսական գործունեություն է իրականացրել Հայաստանում, այդ թվում իր իշխանություն լինելու ժամանակաշրջանում տակից բազմաթիվ իր ուժեր գործել են, տեսակ որ գնաց Մոսկվա մայիսի 9-ին։ Սա այն էր, որ նա փորձում էր Մոսկվայում ինչ-որ բան պոկել, դրա համար գնացել էր, հանուն իր ատորը, իր ինքնասիրություն, արժանապատվություն ամեն ինչ դնելով մի կողմ։ Բայց շատ արագ հասկանալով, որ Մոսկվայում ստացավ առհամարանք, նա մտածում էր, որ Պուտինի հետ կկարողանա առանձնազրույց ունենալ, ինչ-որ խաբել, ֆրցնել իր ոճին համապատասխան։ Սակայն նրան ուղղակի Պուտինը ասեց, դա связь է Նիկոլ Վովայևիչ։ Այսինքն կապով կլինենք, էլի։ Եվ նա հասկացավ, որ իրեն օգտագործել են եւ շպրտել են։ Շատ արագ զանգահարեց իր Սուրեն Պապիկյանին եւ գործուղեց Գերմանիա։ Դրանից օրեր հետո։ Դուք նաեւ տեսաք, որ Արսրուն Հովհաննիսյանը հմեկով մի ահռելի ելույթ ունեցավ, դա պատահականություն չէր, դա Նիկոլի հրահանգն էր ծրագրված եւ այն միտքը, որը արտահայտեց Արսրունը, դա եւս պատահական չէր, դա գերմանացիներին հաճոյանալու գործընթաց էր եւ տեսակ այդ միտքը շատ մեծ ընթացք ստացավ տարբեր լսարաններում, այո, տարբեր, դա իրենց հենց դա էլ պետք էր,
որից հետո Պապիկյանը գնաց Գերմանիա, եւ Նիկոլը սրանով նաեւ Ռուսաստանին ուզում է ցույց տա, որ տեսեք, ձեզ պետք չեմ, ձեր թշնամիներին են պետք։ Գնաց Պապիկյանը, հետո հանդիպավ անգլիացիների հետ, այսինքն սրանք պատահականություններ չեն, եւ այս ամեն ինչը իրականացվում է կոնկրետ ծրագրված։ Ու Նիկոլան այնքան վտանգավոր խաղ է խաղում, երբ որ ռուսներին ասում է ես ձեզ պետք չեմ, կգնամ ձեր թշնամիների ճամբար, կգնամ, չգիտեմ, գերմանացիներին կկուրանան 600,000 հայի սխրանք, հասկանում եք ինչ են անում, հանուն աթոռի, կանգնել է, հմեկով հայտարարում է, ներկայացվում է այդ անձնավորությունը հայկական ԶԱՈ-ի գնդապետ ու ասում է, որ պետք է Ստալինգրադի ճակատամարտից հետո գրավեին Կովկասը, հետո Թուրքիան, հետո Հայաստանին վերադարձնեն իրենց պատմական հողեր, այսինքն մեր 600,000 Արցախյան կներեք Արցախյան համաշխարհային պատերազմի մասնակիցները իրա արծրուն ու չափ խելք չունեին, որ այդ մարդիկ այդքան գնացին կռվան, զովան, չէին հասկանում, որ եթե Գերմանիան հաղթի, այստեղ մի հայ չի փրկվի։ Բոլորը կցեղասպանվեն, հաջորդ իսկ առավոտ Թուրքիան կցեղասպաներ, հայերի մի հայ կմնար, այն էլ թանգարանում, ինչպես որ իրենք ասել են։ Վերջերս նաև իշխանության մեկ այլ ներկայացուցիչ Նոր-Նորքի թաղապետը ծեծի ենթարկեց քաղաքացուն ուղիղ եթերում, որից հետո պաշտոնանկ չարվեց, դրան հաջորդեց մեկ այլ դեպք ավականու անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենայի հրկիզումը, սրանք ինչ ուղերձներ են իշխանության կողմից հասարակությանը։ Տեսեք, ժողովրդավարությունից խոսող կեղծ ժողովրդավարական թեզով ապրողները ապացուցում են իրենց դեմքը, իրական դեմքը, այն որ դիմակ դրած գալիս են, քիչ այդ դիմակը դուրս է գալիս։ Այսինքն բռնությունը դատապարտող, կրիմինալ բարքերը դատապարտող, ինչ որ ժողովրդավարությունից խոսացող եւ այլն, այսօր չեն կարողանում, ուժ չունեն, որովհետեւ կարճած են աթոռից, չունեն ժողովրդի մեջ լեգիտիմություն եւ չեն կարող այդ թաղապետին հեռացնել, չեն կարող, որովհետեւ այնտեղ կա ուժ, որի հետ կոալիցիա են, վախենում են այդ ուժից, վախենում են կորցնեն էլի իշխանություն։ Հասկանում եք, այդ լկտիությունները, որ տարիներ շարունակ թույլ են տվել մեր ժողովրդի հանդեպ, մարդիկ հիմար չեն, էլի ինչքան իրանք ուզում են այսօր այս մամուլի տերորով մարդկանց ուղեղները լվացնել, մարդիկ հիմար չեն եւ մարդիկ ամեն ինչ հիշում են։ Ալեն Սիմոնյանը թքում է մարդկանց վրա, ազգային ժողովի նախագահ է, ազգային ժողովի իրաց լպիրշ պահվածքները, մարդկանց ունից հանելը, մարդկանց հրահրելը ու հետո կանգնում են մեկ տղամարդկությունից են խոսում, տղայական հատկություններից են խոսում։